երևի թե բոլոր այն մարդիկ, որոնք ինքնազարգացման ճանապարհին են կամ ինքնակրթման, իրենք այս հարցի հետ բախվում են ու այս հարցին բախվել եմ նաև ես։ Ուսենք սա հանել, եթե կարողանամ։ Առաջին կետը այն նպատակները, որոնք գրված են, իրենք կատարվելու են։ Երազանքը դառնում է նպատակ այն ժամանակ, երբ դուք գրի եք առնում դրանք։ Ընդ որում, գրի առնել պետք է շատ ճիշտ։ Ինչը ասել է թե շատ ճիշտ, չափազանց շատ են կարծիքները, ինչպես պետք է գրի առնել ճիշտ, արդյոք պետք է նշել վերջնաժամկետ, որի ընթացքում պետք է կատարել այդ գործողությունը։ Նախ եւ առաջ ես բոլոր այդ մեթոդները փորձել եմ ու հիմա կփորձեմ առանձնացնել ձեզ համար ամենագործող տարբերակները։ Նախ եւ առաջ ես ամանեցի այն բոլոր նպատակները, որոնք իսկապես իմն են։ Այս կետի մասին մենք դեռ կխոսենք։ Երկրորդը, ես պարզապես գրում էի ինչպիսի գործողություններ ես պետք է կատարեմ։ Երբ դու դնում ես նպատակներ, դրանք կարող են լինել իրական, ոչ այդքան իրական եւ այլն, բոլոր մեթոդները, որոնք գոյություն ունեն, ես փորձել եմ, բայց ինձ օգնել է կոնկրետ հենց այս մեթոդը։ Ես պարզապես գրում էի այս ամսվա ընթացքում ինչպիսի գործողություններ ես պետք է կատարեմ, որպեսզի հասնեմ նպատակին։ Այսինքն վերջնական նպատակը չէի գրում, այլ այն գործողությունները, որոնք պետք է բերեն ինձ նպատակին։ Եվ այստեղ ուզում եմ առանձնացնել, որ որոշակի ռազմավարություն է պետք։ Այսինքն ռազմավարության մշակումը ինձ համար ավելի կարևոր է, քան նպատակը։ Նպատակը որպես այդպեսին դու ունենում ես քո ուղեղում, կոնկրետ իմ դեպքում է այդպես աշխատում։ Բայց որպես այդպեսին ամենակարևորը այն գործողություններն են, որոնք պետք է բերեն այն արդյունքին, որը ես ուզում եմ։ Եթե անգամ դուք գրում եք որևէ նպատակ, փոքրիկ նպատակներ պետք է գծանագրել, փոքրիկ նպատակներ, որոնց հասնելու ճանապարհին ձեր ուղեղը կունենա հաղթանակի զգացողություն։ Այսինքն, երբ նա հասկանում է, որ դուք արդեն հաղթանակել եք, դա հանդիսանում է նախ մոտիվացիա, որպեսզի ինքը շարունակի այդ ճանապարհը, եւ երկրորդը նա արդեն կարողանում է որոշակի էներգիա տրամադրել ձեզ, որպեսզի դուք շարունակեք այդ պայքարը եւ գնաք հաջորդ էտապի ետևից։ Սկզբանե պատրաստ լինել որևէ զոհաբերության, որպեսզի դուք հասնեք այդ նպատակին։ Այսինքն պետք է հասկանալ, որ դուք որոշակի ռեսուրսներ, որոշակի էներգիա, որոշակի ժամանակ պետք է տրամադրեք, որպեսզի դուք հասնեք այն նպատակին, որը դուք ուզում եք։ Եթե դուք պատրաստ չեք եւ կես ճանապարհից ետ եք կանգնելու, ավելի լավ է չսկսել առհասարակ։ Հասկանալ, որ սա շատ երկար ճանապարհ է։ Ես շատ մարդկանց մոտ եմ նկատում ությունը, ինչպես է ճիշտ առհասարակ արտահայտվել։ Այն է, որ մենք ուզում ենք մի անգամից ու շատ ուզում ենք անմիջապես արդյունք տեսնել։ Մեկ գործողություն մենք կատարել ենք, վերջ։ Պետք է անմիջապես տեսնենք արդյունքը, եւ եթե չկա այդ արդյունքը, ուրեմն մեր աշխատանքը կատարած լրիվ անիմաստ էր, լրիվ ռեսուրսների ու ժամանակի կորուստ էր, բայց ոչ բազմաթիվ տարիներ դուք կարող եք նույն կետին խփել ու չունենալ, բայց մի օր ունենալ այնպիսի մի արդյունք, որի համար դուք այդքան ժամանակ ու ռեսուրսներ եք տրամադրել։ Այսինքն չսպասեք հասկանալ, որ անմիջապես արդյունք չի լինելու։ Այսօրվա գործողությունը գումարվում է վաղվա գործողությանը, մյուս օրվա գործողությանը, եւ այդպես կարող են ամիսներ անգամ տևել, մինչ դուք հասնեք որևէ կետի, բայց դա շատ երկար ճանապարհ է ու այդ երկար ճանապարհի ավարտին դուք հասնելու եք ձեր նպատակին։ Բոլորս էլ ունենում ենք այնպիսի օրեր, երբ չենք ցանկանում անել ոչինչ, միանշանակ։ Բայց ինչպես ստիպել ինքներդ ձեզ, որպեսզի դուք կատարեք որևէ գործողություն։ Եթե դուք գնում եք մարզասրահ ամսվա կտրվածքով 1 օր, հավանաբար դուք չեք ունենալու արդյունք։ Բայց եթե դուք գնում եք եւ տրամադրում եք դրան 15-ից 20 րոպե անգամ, բայց գնում եք շաբաթական 3 օր, ապա դուք ունենալու եք միանշանակ որևէ արդյունք։ Բոլոր դեպքերում է դա գործում։ Այսինքն դուք պետք է հասկանաք, որ անընդմեջ, անընդհատ կրկնվող գործողությունները կարող են բերել որևէ արդյունքի։ Բլոգինգի դեպքում անգամ, եթե դու շաբաթական շակի վիդեոների արկայություն չկարողանաս ապահովել, ալգորիթմը ձեզ դուրս է գցելու, այսինքն նա անընդհականություն չի նկատում ձեզ մոտ եւ
կարելի ասել բոլոր դեպքերում եւ բոլոր ասպարեզներում սա նույն կերպ է աշխատում։